Երկու օր առաջ Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ներողություն խնդրեց Արցախահայուհուց, փորձելով փրկել իրավիճակը, սակայն բոլորին էլ ակնհայտ է, որ այդ ներողությունը զուտ ընտրական շոուի մի մաս էր կազմում եւ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չէր զղջացել իր արածի համար։ Դա է վկայում այդ ներողությանը հաջորդած իշխանական աղբանոց լրատվականների Ararat News, Civic, Media News այդպիսի լրատվականների կողմից Արմինեի թիրախավորումը եւ այն կեղծ պնդումների տարածումը, որ Արմինեն այդ զրույցի ժամանակ ասել է, որ նա թքած ունի Հայաստանի վրա, ինչպես միշտ այս իշխանությունը հենվում է ստի ու մեծ ստի վրա, որը Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբավորման անբաժան մասն է ուղղակի։ Այսպիսի մի մեծ սուտ է նաեւ պատերազմով սպառնալը, եթե մենք չենք ընտրվում, եթե մենք համանդրական մեծամասնություն չենք կազմում, ապա սեպտեմբեր ամսին մաքսիմում պատերազմ է լինելու, սա այդ խայտառակ ստերի շարքից է։ Ես կասեմ ավելին, ես երկու պատերազմի եմ մասնակցել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարը, եւ այդ երկու պատերազմների մասնակցության իմ արդյունքից առել է մի հետևություն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի պատերազմելը դա ուղղակի աղետ է, եւ եթե կա նույնիսկ 1% շանս, որ հնարավոր է պատերազմ լինի, ապա այդ պատերազմը պետք է Նիկոլ Փաշինյանը չղեկավարի, քանի որ նա բացի ստից, բացի պոպուլիզմից ուրիշ բանի ընդունակ չէ։